Պարոն Փաշինյան, ձեզ կարող եմ երկու հարցով դիմել, երկար ժամանակ սպասում եմ ձեզ, մեր Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Ես վարորդ տղա եմ, աշխատում եմ համ Երևանում, համ Մայրուղիներում տուրիստների հետ, խնդրում եմ էլի, դուք շատ գործ եք արել, ասֆալտապատել եք մեր Մայրուղիները, Իմն է վճարել։ ասֆալտապատել եք Մայրուղիները, ամեն ինչ կահավորել եք, արտադրել, բացի լուսավորությունից, պարոն Փաշինյան։ Բայց հիմա չգիտեք ինչ Նայ, է կարել։ սենց է։ Մի րոպե, կենորը չգիտեք կառավարությունում ինչ որոշում են կայացնում։ Չէ։ Երևանից Դիլիջան տրասը ամբողջը լուսավորվում։ Այ այդ ուզում ասել։ Նայեք, մենք ասում ենք դժվար անցանելի ճանապարհներ ունենք, ոլորաններ ունենք, չէ՞։ Ես էլ Դիլիջանցի եմ, Դիլիջանում տուն ունեմ։ Այդ ոլորանները ծմերը մթին, այնքան դժվար է իջնել։ Երևանից միջև Դիլիջան լուսավորում ենք, բայց մի տարում դա չի լինելու։ Ես հասկանում եմ։ Դու երբ ուզում ես լինի, պարոն Փաշինյան։ Պայմանավորվեց։ Ես ուզում եմ լուսավոր լինի, որտեղ վթարների 50%-ը մենք կփրկենք։ Կարելի է դրանից։ Իհարկե։ Ես փակցնեմ։ Սիրո։ Մի քիչ ձեր հագուստը չէ, տեն չի լինելու։ Դուք հետո կփակցրեք, Մեքենայով ասում եմ ձեզ տեսա։ Շնորհակալ եմ, որ կանգնեցիք, շնորհակալ եմ, որ մոտեցաք։ Լուսավորությունը սկսում ենք, բայց տևելու է, ինքը մի տարում չի լինելու, էդ էլի։ Հայ, պարոն Փաշինյան, քշում ենք բնակավայր է, լուսավոր է, բնակավայրը վերջան, նյութ է։ Լրիվ ճիշտ եք ասում։ Ճիշտ եմ ասում։ Շնորհակալ եմ։